Դե հիմա 7 համարից շարունակենք։ Ահա ամբերով գուգա ու ամեն աշկ պիտի տեսնի նրան և նրանք, որ նրանց խոցեցին, նրա վրա կոց պիտի անեն երկրի բոլոր ազգերը։ Ես 7 համարն եմ։ Ահա ամբերով կգա։ Ընդհանրապես հայտնության գիրքը նկարագրում է Հիսուսի երկրորդ գալուստը, որը խոստացված էր ավետարանների մեջ, մարգարեների մեջ, խոստացված էր, որ թագավորը պիտի գա։ Նույնիսկ Ենովքը իր մարգարեության մեջ ասում որ Տերը եկավ իր սուրբերով։ Այս խոստումը բացատրված է հայտնության գրքում։ Եվ սա երկու բան է գրված։ Ամեն աչք պիտի տեսնի նրան։ Ես հիշում Թեսաղոնիկեցիների թղթի ժամանակ բացատրել եմ։ Կարող եմ մոռացած եղնեք, եթե հիշեցեք թող կրկնությունը։ Ես հասկացել եմ այսպես։ Եթե մի թանկ հյուր է գալի քեզ, դու տունդ նստած սպասում ես գան մտնին ես, որ դիվանն վրա նստած ընդհանրապես ձեռքդ մեկնես բարևես, թե գնում ես դիմավորել։ Գնում ես դիմավորել, ճիշտ է։ Ձեր հանդիպումը տան մեջ չի լինում, ձեր հանդիպումը լինում է, օրինակ այստեղ հիմնականում հանդիպում լինում այրոպորտում, ուրիշ քաղաքներում կայարանում, կամ ավտոկայանում, կամ չգիտեմ, այնպեսի տեղ, դու հնարավորին չափ գնում ես ընդառաջ։ Ձեր հանդիպումը լինում է ճանապարհի ինչ-որ մի հատվածում։ Հիսուսը մեր ամենաթանկ մեկն է, որ պիտի գա։ Եվ Հիսուսի գալու ժամանակ երբ որ հոր մոտից շարժվեց, Սուրբ Հոգին եկեղեցուն պիտի վերցնի եւ օթերի մեջ դիմավորեք։ Սա գրված առաջի Թեսաղոնիկեցիների 4-րդ գլխի մեջ։ Օթերի մեջ մենք պիտի դիմավորենք։ Այսինքն դիմավորում ես երկրի վրա չի լինելու։ Դիմավորումը լինելու է օթերի մեջ։ Եվ այդ դիմավորումից հետո չենք դիմավորել եւ գանք։ Շատ բան անելու։ Հետո կհասնենք այդ տեղը ըստ գրքի 7 տարի պիտի դեռ մենք մնանք իր հետ։ Այդ 7 տարվա մեջ մենք իր ացյանի առջևով ենք անցնելու, մեր վարձերն ենք ստանալու, մեր հանդիմանությունները, մեր տեղերը, մեր պսակները, նաև լինելու է եկեղեցի, հարս եկեղեցի Քրիստոս Պեսայի հարսանիքը։ Դրանից հետո Քրիստոսը իր ժողովուրդի, իր սուրբերի հետ Ենոքի մարգարեությունն ասում, իր սուրբերի հետ պիտի իջնի երկիր։ Հափշտակությունից 7 տարի հետո, այդ 7 տարվա մեջ ներն է երկրի վրա իշխելու, ները ինչ էր անելու, այդ մասին հետո կասենք, Քրիստոսը իր սուրբերի հետ պիտի իջնի, բնական է, որտեղ Քրիստոսը կան, դեռ նաև բազում հրեշտակներ կան։ Այդ ժամանակը, որ ամեն աշկ պիտի տեսնի, հասկացաք, ուզում ասեմ, հափշտակությունը ամեն աշկ չի տեսնելու, այլ երբ որ հափշտակությունից հետո եկեղեցին Քրիստոսի հետ իջավ աշխարհ, այդ ժամանակ պիտի ամեն աշկ տեսնի։ Այդ ամեն աշկ ասված, ովքեր երկրի վրա ողջ են, ովքեր մեռած գնացած են, չէ։ Որտեղ մեռելները դատաստանի ժամանակ են գալու ացյանի առջև։ Ամեն աշկ պիտի տեսնի։ Եվ այստեղ երկու բան է գրված։ Եվ նրանք, որ նրան խոցեցին։ Ըստ ավետարանի, այսինքն, որ Հիսուսը խաչվեց, գրված ընդամենը մի հատ հռոմեացի զինվոր է Հիսուսի կողը խոցել, նիզակով, որ գեղարդով, ասենց ենք ասում, խոցեց արյունի ջուր եկավ։ Ես չեմ կարծում, ես այդ մի զինվորի մասին է խոսքը։ Ես հավատում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Աստծուն դեմ են գործում, բոլոր այն մարդիկ, ովքեր հայոյում են Աստծուն, նրանք խոցում են Հիսուսին։ Գիտեք, չէ, լեզվով խոցելը ավելի ցավալի է։ Ամեն մեկը զգացել եք, մեկը քեզ վիրավորական մի հատ բան է ասում քեզ եւ այլն, ոնց որ խոցվես քո սրտից։ Այո, բոլոր Աստծուն դեմ գնացողները, բոլոր Աստծու անվանը անարգանք բերողները, դրանք նրան խոցողներն են։ Եվ այդ բոլոր խոցողները պիտի տեսնեն նրա գալը։ Եվ ինչ ալնելու, հաջորդը, եւ նրա վրա կոց պիտի անեն երկրի բոլոր ազգերը։ Կոց, ողբ, էլի հոմանիշներ կարող ենք ասել։ Լացել է չի չէ։
կական սուգ եւ այլն, սրտի խորքից, որ եւ գիտեք ինչի համար, որովհետեւ այն ազգերը, որոնք չեն հավատացել, հափշտակությանը չեն մասնակցել, Քրիստոսի հարց եկեղեցու մեջ չեն, մնացել են, այսինքն ոմանք անհավատ են եղել, ոմանք անհոգ են եղել եւ այլն։ Նրանք տեսնելու են, որ իրանք ինչ կորցրեցին։ Տեսնելու են, որ այն, որ ասվում էր իրանց, նա ճշմարիտ է, իրանք կորցրեցին, իրանք պիտի դատվեն։ Եվ այդ ողբը, գիտեմ, սովորական մի բան կորցնես ուրիշ բան է, բայց որ կորցնես ամբողջ հավիտենություն, սա ուրիշ բան է։ Նրանք այդ կորցրածի ողբն են անելու, որ մենք ոնց չհավատացինք։ Այսօր եկավ եւ կհասնենք դրան, այսօր չէ ուրիշ օր, որ նրանք նույնիսկ պետք է սայերին ասեն մեր վրա ընկեք։ Այդպես կոց ողբ են անելու։ Հիսուսը միտեղ ասեց. Երանից ձեզ, որ հիմա լացում եք, դուք պետք է ուրախանաք։ Ոմանց ասեց, վայ ձեզ, որ հիմա ուրախանում եք, հետո պետք է լացեք։ Ովքեր հիմա ուրախանում են իրաց մարմնավոր հաջողությունների վրա, մարմնավոր հաճույքների վրա, այս կոծի մեջ են լինելու։ Որպես օրինակ, մեծահարուստը եւ աղքատ Ղազարոսը։ Մեծահարուստը իր կյանքը փառավոր անցկացրեց, ամնուր քեֆ ուրախության մեջ էր, բայց այնտեղ դժոխքի կրակների մեջ տանջում էր։ Ուրեմն այդ ժամանակ Հիսուսի գալուց երկրի վրա ողբ ալնելու, կոծ ալնելու, մանավանդ նրանք, որ խոցեցին նրան, շատ վատ վիճակ ալնելու։ Դե արդեն գիտեք, ոչ թե գիտեք, հետո անցնելու ենք։ Հիսուսը պիտի հաստատի հազարամյա թագավորությունը։ Եթե այսքանը վերաբերել բան ունեք, ծառայողներ, համեցեք ասեք։ Եթե չէ, շարունակենք։ Այո, ամեն, ես եմ ալֆան եւ օմեգան, ասում է Տեր Աստված, որ էր եւ որ պիտի գա ամենակալը։ Սա սխանշադրած, ոմանք սրան ավելացնում են, ես եմ առաջինը եւ վերջինը։ Հիմա, ինչի ասում ալֆան եւ օմեգան։ Ես էլ համարները չկարդամ, բայց հետո շարունակության մեջ գրված է մի քանի տեղ։ Հիսուսի մասին, որ ասում է նրա բերանից սրած երկբերան սուր էր դուրս գալի։ Եսի սովորական սուր չէ, սա խորհուրդ է։ Հեսա քիչ հետո կտեսնեք, որ այստեղ շատ խորհուրդներ կան։ Եվ ասում է, այդ սուրը Աստծո խոսքն էր, որով ինքը պիտի զարկի բոլոր ազգերին։ Եբրայեցիների 4:12 գրված է. Աստծո խոսքը կենդանի է եւ զորեղ եւ ամեն սուրից կտրուկ, որ մինչեւ ուղնուցուցը կթափանցի։ Հիմա Հիսուսը խոսքով պիտի անի ինչ որ անի։ Հիմա էլ խոսքով է անում։ Ինքը խոսքով է արարում։ Խոսքով է բարձրացնում, խոսքով է ցածրացնում։ Խոսքով պիտի պատժի, խոսքով պիտի օրհնի։ Խոսքով է ամեն բան անում։ Աստծո խոսքն է, կենդանի, զորեղ, երկսայրի սուրից կտրուկ։ Իսկ քանի որ խոսքն է, իսկ խոսքը տառերից է, չէ՞, բաղկացած։ Դրա համար ալֆա եւ օմեգա, սա հունարեն այբուբենի առաջին եւ վերջի տառերն են։ Մեր հայրենի առաջին վերջի տառերը ըստ Մեսրոպ Մաշտոցի այից մինչև Ք տառն են։ Այս վերջի ժամանակները 3 տառ ավելացրել են, չէ, Եվոֆը։ Հունարենը ալֆա եւ օմեգա։ Սրանց է ալֆաբետ ռուսերեն, ալֆաբետ անգլերեն։ Այսինքն հունարենի ըստ հունարենի այբուբեն էլ ոնց է։ Հիմա ասում է, որ ես եմ առաջին ու վերջ ալֆա եւ օմեգա, այսինքն բոլոր տառերով ինչ բարեր կարող ես կազմել, ես էդ եմ։ Եվ ես էդ եմ անելու։ Դե նաև ասում են առաջինը եւ վերջինը, բերեք ես էլ բացատրեմ։ Առաջին եւ վերջին ասելով ինիկատիվ ունի սկիզբ կամ արարիչ եւ նպատակ, որից եւ որի մեջ, հեսա բացատրեմ։ Բերեք ընդհանրապես մարդը ձախից աճա չէ ցույց տալի, քանի որ ձեր ձախը են կողմնա, փորձեմ sense ցույց տալ։ Որ ասում ենք առաջին եւ վերջին, մտածում ենք, էսի առաջինն է, սրանց են կողմ չկա, էս էլ վերջինն է, սրանց են կողմ չկա։ Չէ, այստեղ այդ ձևով չի։ Առաջին ինիկատիվն սկիզբ,
որ ոչ թե սրանից այն կողմ չկա, սրանից այն կողմ Աստված է Հավիտյանս հավիտենից, նրանից այն կողմ էլ Աստված է Հավիտյանս հավիտենից։ Որ ասում ես եմ առաջին, այսինքն, կամ ես եմ սկիզբը, ավելի ճիշտ է, ամեն բան սկսվում է նրանից։ Եվ ամեն բան ավարտվում է նրա մեջ։ Այնպես չի, որ ես մի գործ սկսեցի, որը, կամ մեկը ինչ-որ մի գործ սկսեց, որը Աստված չկար, դες բան չկա։ Այո, գործեր կա, որ առանց Աստծու ենք սկսում, առանց Աստծու էլ պետք է վերջացնենք։ Բայց ամեն այս ինչ որ կա ստեղծագործություն սկսվել է նրանից։ Նա սկիզբն է, ոչ թե նրանից առաջ բան չկար, նա միշտ եղել է։ Կարծեմ ինքս ասեմ, սկիզբ ու վերջ, այսինքն նրանից եւ էլի նրա մեջ։ Եվ ասում է Տեր Աստված որ է եւ որ էր եւ որ պիտի գա անցած անգամ խոսել ենք։ Նա կար, կա եւ պիտի լինի, ասենց ասեմ։ Կար, կա եւ պիտի լինի։ Հիմա 9 համարից կարդում ենք։ Ես Հովանես Հիսուսի առաքյալ Հովանեսն է։ Ձեր եղբայրը եւ Հիսուս Քրիստոսի նեղության ու արքայության եւ համբերության մեջ ընկերակիցը Պատմոս ասված կղզինեի Աստծո խոսքի համար ու Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Ուրեմն ես Հովանեսը ու ներկայացնում եմ իրան։ Ինքը իրան չի ներկայացնում, գիտես ես ով եմ։ Չի ասում ձեր եղբայրն։ Ես ձեր եղբայրն։ Ձեզանից ոչնչով առավել չեմ, ոչնչով պակաս չեմ, ձեր եղբայրն։ Բայց Հիսուս Քրիստոսի հետ կապված ներկայացումը Հիսուս Քրիստոսի նեղության, արքայության եւ համբերության մեջ ընկերակից է։ Այստեղ ես մի կարևոր բան եմ տեսնում։ Հիսուսը ում կվստահեր այս տեսիլքը, ով որ իր ընկերակիցն է եղել։ Հիսուսը ամեն մարդու այս տեսիլքը չէր վստահի։ Ամեն մարդ իրավունք չուներ Հիսուսի անունից խոսելու։ Եվ սա մեր համար դաս է։ Այսօր Հիսուսը ում կվստահի ինչ-որ մի հոգևոր գործ, ինչ-որ մի հոգևոր հանձնարարություն։ Նա ով որ Հիսուսի ընկերակիցն է, նեղությունների մեջ, արքայության մեջ եւ համբերության մեջ։ Հասկանալի է, Հովանեսը, երբ որ Հիսուսը, ասենց մեր նման մարմնով երկրի էր, այդ ժամանակ է եղել նաեւ ընկերակից։ Բայց մենք հիմա էլ ենք Հիսուսի ընկերակիցը։ Մարդ կա, որ Հիսուսի անվան համար նեղություն է քաշել։ Իսկ քաշել է։ Հավատում շատերը։ Իսկ մարդ կա, որ Հիսուսի արքայության համնել է ճաշակել։ Դա էլ եմ ճաշակել։ Իսկ մարդ կա Հիսուսի անվան համար ինչ որ բաների համբերել է։ Ես էլ եմ համբերել։ Գիտեմ ձեզից շատերն են։ Այս մարդիկ Հիսուսի ընկերակիցն են։ Եվ Հիսուսը այս մարդկանց վստահում է այն տեսիլքը, որ ուզում է փոխանցվի ազգերին, որպեսզի քեզ վստահի այս ճանապարհը ունես գնալու։ Եթե մինչև հիմա Հիսուսին ընկերակից չես եղել, որոշի սրանից հետո ընկերակից լինես։ Եթե հիշում եք, միտեղ ասեց են կույսերի առակի մեջ, ընդեղ էլ ասեց Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի մեջ էլ ոմանք պիտի դուռը թակեն ասեն, բաց կասի ձեզ չեմ ճանաչում։ Ում կասի ձեզ չեմ ճանաչում, ովքեր ընկերակից չեն եղել։ Օրինակ, նեղության մեջ ընկերակից։ Հիսուս սերմնացանի մեջ ասեց, չէ, ոմանք հենց մի հատ նեղություն ալնում, թողում են։ Այս մարդը ընտրեց հանգիստ կյանքը, քան թե մի քիչ նեղություն քաշեր Հիսուսի անվան համար։ Այս մարդուն կասի չեմ ճանաչում։ Իսկ ովքեր ընկերակից եղան, ովքեր նեղություն քաշեցին, բայց դիմացան, ովքեր համբերեցին Հիսուսի անվան համար, նրանց դուռը կբացվի, չի ասի ձեզ չեմ ճանաչում։ Փառք Աստծո այդ ամենների համար։ Եթե բան կա ասելու, Պատմոս ասված կղզինեի։ Այդ Պատմոսը դե երևի հիմա էլ չգիտեմ, բայց այն ժամանակ ծովափնյա շատ քաղաքներ կամ պետություններ, երկրներ որպես բանտ ընտրում էին կղզին։ Կոմս Մոնտե Քրիստոսի մեջ Կոմս Մոնտե Քրիստո, չէ, դրա մեջ էլա։
որ կղզին են դրել որպես բանտ։ Ինչի համար, որ փախնող չլինի։ Կղզից այդ խեղճ մարդիկ ուր փախնեն։ Այս Պատմոս կղզին փաստորեն բանտ է եղել։ Այսինքն Հովհաննեսը այնտեղ աքսորավայր կամ բանտում է եղել։ Դες ինչի համար ասցի։ Ժողովուրդ, հնարավոր է հենց ամենանեղության մեջ երկինքը բացվի մարդու։ Հնարավոր է բանտի մեջ լինես ֆիզիկապես, բայց հոգեորապես երկինքը բացվի քո համար։ Հիսուսը խոսի քո հետ, Հիսուսը բաներ ցույց տա քեզ։ Այ Հովհաննեսը այդ վիճակի մեջ էր, նա բանտի մեջ էր, նա չարչարանքի մեջ էր, բայց երկինքը բացվեց։ Նա Հիսուսին տեսավ, նա հանձնարարություն առավ, նա այս հայտնությունը գրեց։ Եվ Կիրակի օրը հոգին իմ վրաս եկավ ու հետևիցս մեծ ձայն լսեցի փողի ձայնի պես որ կասեր։ Միացեք կանգ առնեմ ու նոր շարունակեմ։ Կիրակի օրը աստղանշադրած ներքևում գրածա տերունական օրը։ Ուրեմն հրյաներին Աստված հանձնարարել էր, որ շաբաթ օրը պահեն, որպես Աստծուն նվիրված օր։ Ոմանք ասում են հանգստի օր, Եսայի մարգարեության 58 գլխից ես հասկացել եմ 13 համարից, որ ասում է շաբաթը տերունական օր համարես, Տիրոջ օր։ Հիմա, բայց քրիստոնյա աշխարհը ուրիշ մի տեսանկյունից մոտեցավ։ Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, մեր թարգմանությունների մեջ գրված է մեկ շաբթի օրը։ Շաբաթից հետո փաստորեն ժամանակ ասում էին մեկ շաբթի։ Հիմա մերը երկու շաբթին է, շաբաթը սկսում է երկու շաբթիով, բայց պետք է սկսեր մեկ շաբթիով։ Քանի որ Հիսուսը հարություն առավ մեկ շաբթի օրը, այդ օրը աշխատեցին դարձնել հենց Տիրոջ օրը։ Ռուսները հենց միանգամից այդ օրվա անունը դրեցին հարություն, Воскресенье։ Դեք ռուսերեն Воскресенье նշանակում է հարություն, այսինքն հենց այդ մեկ շաբթի օրվա անունը դրեցին հարության օր։ Իսկ հայերը հունարենից վերցրած Կիրակի Կյուրոս հունարեն նշանակում է Տեր։ Կիրակի նշանակում է տերունական օր, հունարենով նշանակում է տերունական օր։ Հայերը պարզապես չթարգմանեցին, միանգամից տենց էլ վերցրեցին հունարեն դարձրին հայերեն։ Լավ, բայց տեսեք ինչ եմ ուզում ասեմ։ Փաստորեն հենց այն ժամանակից քրիստոնյա աշխարհը մեկ շաբթին դարձրեց տերունական օր եւ այդ օրը արդեն նվիրեց Տիրոջը։ Որտե շաբաթ օրը այլ այդ օրը։ Եվ հետաքրքիրն է սա որ Տիրոջը նվիրված օրը հոգին, ասում եմ, իմ վրա եկավ։ Գիտեք, հոգին միշտ կարող է գա մարդու վրա, բայց այդ օրը առանձնահատուկ է։ Գիտեմ, դուք ինչքան եք Կիրակի օրերը օրհնվել, ես շատ եմ օրհնվել Կիրակի օրերը։ Ես շատ եմ վերափոխվել Կիրակի օրերը։ Ոչ թե որ օրը Կիրակի է, նստել եմ տուն վերափոխվում, չէ, եկել եմ Տիրոջ ներկայության մեջ։ Եկել եմ Տիրոջ ներկայության մեջ եւ շատ վերափոխում եմ ապրել։ Հենց որ պատահական չէ, որ ասում է Կիրակի օրը հոգին իմ վրա եկավ։ Այս մասն էլ ասեմ, հոգին իմ վրա եկավ։ Դե եթե Սուրբ Հոգին մեր մեջ է, իմ վրա գալը ինչ է նշանակում։ Եթե կընդունենք տարբերություն կա։ Ես ինչ որ ասում եմ, միայն իմ ապրածը չի։ Հավատում ձեզ շատերին ապրել են։ Օրը եղել դու սովորական աղոթել ես։ Օրը եղել դու զգացել ես հոգին ոնց է քեզ վերցնում։ Հոգին քեզ ինչ ասում, այս աշխարհից կտրել է։ Դու այս աշխարհից ոնց որ կտրված ես, մի նոր աշխարհի մեջ։ Հոգին տարբեր աստիճանով կարող է գործի։ Դե հոգին երբ է գործում, ինչքան հոգու հետ գործ ունենաս, ինչքան հոգու հետ առնչվես, այնքան այս բաներին կհանդիպես։ Քիչ գործ ունենաս, քիչ կհանդիպես, չի գործ ունենաս, քիչ ես հանդիպի։ Շատ գործ ունենաս Սուրբ Հոգու հետ, ասի շատ Սուրբ Հոգու հետ անցկացնես, այս բանին կհանդիպես, քո վրա էլ կգա։ Եվ շատերից լսած կլնեք, շատեր հետ ապրած կլնեք, որ մեկ էլ Սուրբ Հոգին առանձնահատուկ է քեզ մոտեցել, առանձնահատուկ ես զգացել նրա ներկայությունը։ Եվ այդ ժամանակ նա խոսել է քո հետ, այդ ժամանակ նա բաներ է ցույց տվել, բաներ է հասկացրել։ Հիմա այս երևույթն է։ Ուզում ասեմ, սա մեր համար այդքան խամ երևույթ չի։ Իսկ ում համար խամ է, եթե ավելի մտերմացեք Սուրբ Հոգու հետ, ձեր համար էլ խամ չի լինի։ Ձեր համար սա կլինի, ինչ ասեմ,
շատ հաճելի, բայց շատ սովորական երևույթ։ Եթե բան ունեք ասելու համեցեք։ Անցնենք առաջ։ Ուրեմն հոգին վրաս եկավ ու ետևիցս մի մեծ ձայն լսեցի, փողի ձայնի պես, որ ասում է։ Փողի ձայն։ Փողեսի ոչ թե փողի մասն, այլ շեփոր։ Երբ որ Մովսեսի միջոցով Աստված հիմնեց օրենքները, Աստված նաև այսպիսի հանձնարարություն տվեց, որոշ քահանաներ լինեն փողհարներ։ Եվ նրանք փող հնչեցնելով ազդարարեն պաշտամունքի սկիզբը, ազդարարեն շաբաթվա սկիզբը, ազդարարեն ամսվա սկիզբը, ազդարարեն ինչ որ տոնակատարություն, ազդարարեն ինչ որ մի հոգևոր բան, ինչ են ասում, արարողություն։ Նաև պատերազմի ժամանակ փողերով էլ պիտի ազդարարեին պատերազմը, ազդարարեին դադարը։ Հիմա էլ բանակում, օրինակ իմ տղա Դանելը, բաներ, այս շեփորահարներ, առավոտ օր պետք է արթնանային շեփորով արթնանալու, չգիտեմ, այդ երաժշտությունը ոնց էր, ճաշարան գնալու երաժշտությունը առանձին էր։ Առաջ Կորինթացիների 14 գլխում էլ գրված է, եթե փողը անորոշ ձայն հանի ով կպատրաստվի պատերազմի, այսինքն պատերազմի պատրաստվելու այդ եղանակ երաժշտությունը տարբեր էր, դադարի մելոդիան տարբեր էր։ Այսինքն փողի հնչել նշանակում է ազդարարություն։ Ինչ որ մի բանի ավարտ, ինչ որ մի բանի սկիզբ, ինչ որ մի զգուշացում, ինչ որ մի դադարում, ամեն ասում ենք սրան։ Ինչի փողի պես, որ հասկացվի, սա ազդարարություն է։ Հովհաննեսը հասկացավ, Աստված նոր բան է ասում։ Ասած մի նոր բանի մեջ է տանում ինձ։ Եվ հիմա ուզում ասեմ, ստեղից նոր սկսում է հայտնությունը։ Մինչև հիմա նախապատրաստական բաներ էր։ Այս փողի ձայնը, որ եկավ եւ ասեց, նոր սկսում է։ Եվ ինչ ասեց։ Ինչ որ կտեսնես, մի գրքի մեջ գրի ու ուղարկի 7 եկեղեցիներուն, որոնք Ասիայի մեջ են։ Ինչ որ կտեսնես, մի գրքի մեջ գրի։ Այս արդեն սկսեց ցույց տալ եւ հանձնարարեց։ Այս տեսածները գրի։ Ես օրինակ այնքան երազներ եմ տեսել չեմ գրել։ Կամ շատերը տեսիքներ են տեսել, բան չեն գրել։ Բայց սա Աստված հանձնարարեց։ Գրի եւ ուղարկի։ Այսինքն սա այն չի, որ դու պարզապես տենաս, մինչև քեզ լավ զգաս, չէ, սա հանձնարարություն է։ Սա հանձնարարություն է ընդ որում եկեղեցիների։ Ինչ որ տեսնես, մի գրքի մեջ գրի եւ ուղարկի Ասիայի մեջ եղած 7 եկեղեցիների։ Անցած անգամ ես 7-ի մասին հիշում եմ, որ ասել եմ, ոնց որ տոկոսի նման, չէ՞։ Ինչի ընտրեց 7 եկեղեցի, 7 եկեղեցու մեջ արդեն ինչ բաներ կային, 70-ի մեջ այդ նույն բաները, նույն հարաբերությամբ։ Ասենք 7 եկեղեցիների մեջ 2-ը վատներ, ուրեմն 70-ի մեջ 20-ը վատը կլինի, 700-ի մեջ 200 վատը կլինի։ Մոտավորապես sense հասկանում եք, չէ՞, մեր տոկոսի նման։ Բայց սա մի ուրիշ բան եմ ուզում ասել։ Մինչև այստեղ, այսինքն Աստվածաշունչը շատ կապված է եղել Իսրայելի հետ։ Հայտնությունը այլևս կապված չի Իսրայելի հետ։ Հայտնության մեջ մի տեղ է Իսրայելի հիշատակում, 7-րդ գլխում, որ Իսրայելից 144,000 ընտրում են Հիսուսի հետ ման գալու։ Մնացած բոլորը վերաբերում են ամբողջ աշխարհին։ Այսինքն Հիսուսը եկավ Իսրայելում, բայց գրված է իրենները իրեն չընդունեցին, բայց ովքեր որ իրեն ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Արդեն Հիսուսը, ովքեր որ տարբեր ազգերից իրան ընդունել են, նրանց իշխանն է։ Հիսուսը ամբողջ աշխարհի տերն է, ժողովուրդ։ Ես ինչ որ ասում եմ, միայն Իսրայելին չվերաբերում, բոլորիս է վերաբերում։ Դրա համար ես 7 եկեղեցիները ընտրեց Ասիայից, ոչ թե բանից, այդ Իսրայելից։ Ոչ էլ Եվրոպայից, թե չէ եվրոպացիները շատ կեպարտանային։ Ասիայից։ Միջալոց աշխարհի ստեղծումն էլ Ասիայից սկսել, Ադամ Եվան էլ Ասիայից սկսել, Նոյն էլ Ասիայից սկսել։ Հիսուսից հանձնարարություն Ասիայից։
Եվ այդ 7 եկեղեցիների անուններն ասում են, այսինքն ոչ թե եկեղեցիների, այն քաղաքների, որոնց մեջ այս եկեղեցիները կան։ Եփեսոս, Զմյուրնիա, Պերգամոն, Թյուատիր, Սարդիկե, Ֆիլադելֆիա, ու Լավոդիկիա։ Այս քաղաքների մեջ եկեղեցի։ Մի ջանքյալ ասեմ, մի քանի տարի առաջ առիթ եղավ մեր միաբանության հովիվներով գնացինք, սրանք հիմիկվա Թուրքիայի տարածքում են։ Թուրքեր չեն, բայց թուրքերը դե հետո գնացի գրավել են, սրանց էլ սպանել են։ Գնացինք, այս քաղաքները կան, պտտվեցինք, եւ ես շատ հիասթափված եկել եմ։ Ինչից հիասթափված, մի հատ քրիստոնեության հետք չի մնացել այս քաղաքներում։ Քրիստոնեության հետք չկա։ Թուրքերը լրիվ այդ հետքը ջնջել են։ Ինչպես Վանում, Վան քաղաքում էր հայկական։ Մի հատ հայկական եւ քրիստոնեության հետք չեն թողել։ Մի հատ ընդամենը ասենց սալահատակ կար, մի քարի վրա խաչ կար քանդակած։ Հայկական եւ քրիստոնեության հետքերը ջնջված են։ Այս քաղաքներում կան հին անտիկ ժամանակվա, այսինքն մինչև Քրիստոս, այդ ժամանակվա հեթանոսական տաճարների սյուներ, իսաքանդ պատեր, ինչ-որ արձանների մասունքներ, այդ է հետաքրքրություն, ով որ պատմությունով է հետաքրքրում, կարող է համար հետաքրքիր լինի, բայց ով որ քրիստոնեությունով է հետաքրքրվում, այնտեղ ոչ մի քրիստոնեության համար հետաքրքիր բան չկա։ Լավ, էսի իմիջալուց։ Եթե անցնենք առաջ։ Եվ դարձա այն ձայնի կողմը տեսնելու, թե ով է ինձի խոսողը, արդեն հասկանում եք, դենամ եսով է խոսում։ Եվ դարձա 7 ոսկեղեն աշտանակներ տեսա, եւ 7 աշտանակների միջև մեկը որդու մարդու նման, շարունակություն չդուք կարդամ։ 7 ոսկեղեն աշտանակներ տեսա։ Ռուսերենում գրված է սվեցիլնիկ։ Աշտանակը ջրակակալ, ապրեք։ Որոշ թարգմանությունների մեջ ջրակակալ է գրված։ Հենց այդ է։ Ջրակակալ։ Ինչ է նշանակում ջրակակալ։ Իմ հասած եւ ինձանից մեծ մարդիկ կհիշեն, ես տեսել եմ։ Տանը, որ ջրակ են, այն ժամանակ որ էլեկտրականություն չկար։ Ջրակն էլ Հիսուսն ասեց, չէ, դուք լամպից առաջն էլ ջրակ էր։ Բայց լամպն էլ կարելի է այդ տեսանկյունով նայել։ Հիսուսն ասեց, ջրակը չեն բերում ինչ-որ բանի տակ դնում, այլ մի բարձր տեղ, որ լուսավորի։ Ես տեսել եմ, տան սյան վրա, ասենք կողից, մի հատ ձերի թաթի չափ տախտակ ամրացրած, որ ջրակը դրա վրա դնում են։ Ջրակակալը մի բան է, որ մի բարձունքում պահում է ջրակին։ Ջրակակալը ինքը լույսը չի, ինքը լույսին պահողն է։ Հասկանում եք, ինքը չի ջրակը, ինքը ջրակին ներկայացնող պահողն է։ Այստեղ սրա բացատրությունը չշարունակեմ, հեսա գլխի վերջում շարունակեմ։ Եվ դրանց մեջ մեկին տեսա որդու մարդու նման, գիտեք, որդու մարդին նկատի ունի Հիսուս Քրիստոսին։ Եվ հագուստ է նկարագրում։ Բջիղնավոր մի պատմուճան հագած, սենց երկու կողմից օրիշն է եւ այլն, ու կուրսի վրա ոսկի մի գոտի կապած, այսքանի վերաբերյալ ասեմ, ես այն մյուս գրքերից ուսումնասիրելով, հանելով, էսի բացատրում է, ուրեմն, երբ որ թագավորը նստում էր դատ անելու, այս շորն էր հագնում։ Երբ որ քահանայապետը նստում էր դատ անելու, այս շորն էր հագնում։ Սա ոչ թե սովորական դատավորի շոր էր, այլ թագավորական դատավորի շորն էր, որ թագավորը նստում էր դատ անելու, որ քահանայապետը նստում էր դատ անելու։ Մի սովորական ջուղի դատավորը դժվար թե այս շորը հագներ։ Հիմա, այս բացատրությունը ինչի համար ասի, որ հիմա Հիսուսը մեր համար դատավոր չի, հիմա մեր համար բարեխոս է։ Հիմա Հիսուսը հորը իր արյունն է ցույց տալի եւ բարեխոսում մեր փրկության համար։ Բայց մի օր նա դատավորի շորը հագնելու։ Եվ Հովհաննեսը տեսավ նրան դատավորի շոր հագած։ Իսկ դատավորի շոր հագածը դատ անելու արդեն։ Եվ շարունակության մեջ իր գլուխը եւ մազերը բուրդի պես, ձյունի պես ճերմակ էին եւ իր արջերը կրակի բոցի պես։
Այդ ջերմակ մազերի համար Առակաց 16:31-ում գրված է. Մազի ջերմկությունը փառած պսակ է, եթե նա արդար ճանապարհների մեջ ապրել։ 20:29-ում Առակացի ծերերի փառքը ջերմակ մազն է։ Այսինքն այդ ջերմակ մազը նշանակում է փառք, որ նա փառավոր է։ Աշճերել կրակի բոցի պես արդեն ստեղ ավելի խորը բաներ են, մտադիր չեմ դրանց վրա շատ կանգ առնեմ, ոտքերը ոսկե պղնձի նման որպես թե հնոցի մեջ կրակ դարձած, ու իր ձայնը շատ ջրերի ձայնի պես։ Բայց այսքան մի հատ ընդհանուր բան ասեմ։ Նա այլևս երկրավոր, հողեղեն, այս տկար մարմնի մեջ չէր։ Նա հոգևոր, փառավոր, զորավոր մարմնի մեջ էր։ Արդեն նա անհաղթ էր, ոչ մի կրակ, ոչ մի բան չէր կարող նրա վրա ազդել։ Այդ վիճակի մեջ էր նա։ Եվ իր աջ ձեռքի մեջ 7 աստղ ուներ, ու իր բերնից սրած երկբերան սուր կերներ, եւ իր երեսը արևու պես էր, որ իր զորությունով կփայլի։ Դե արդեն այս ձեռքի մեջ 7 աստղը մի քիչ հետո կբացատրվի, բերնից սուր երներն արդեն քիչ առաջ ասի, հետո 4-րդ գլխի մեջ էլ կա, որ էդի բանն է, խոսքն է, Աստծո խոսքն է։ Եվ երեսը արևի պես փայլում էր։ Հիշում եք Մովսեսը, որ Աստծուն հանդիպում էր, երեսը փայլում էր։ Իսկ Հիսուսը ոչ թե հանդիպում էր, ինքն ինքը Աստված էր։ Իր ամբողջ էությունը այդ փայլն էր։ Երբ տեսա նրան, իր ոտքը ընկավ մեռելի պես ու իր աջ ձեռքին վրաց դրեց ու ասեց ինձի։ Ստե մի հատ էլ ասեմ, Հովհաննեսը Հիսուսի հետ 3 տարի ապրել էր, ամեն օր միասին էին եղել։ Նրա գրկին էր ընկել, բայց ստեղ մեռելի պես ընկավ ոտքը։ Այսինքն այն իր առաջվա ընկերը չէր, այս ինչ փառավոր մեկն էր։ Դու ես նցել գիտես։ Եվ ինչ ասեց, մի վախեցիր, ես եմ առաջինը ու վերջինը, քիչ առաջ բացատրեցի, սկիզբը եւ վախճանը։ Ես կենթանի եմ ու ես նա եմ, որ մեռա եւ հա կենթանի եմ Հավիտյանս, Հավիտենից, էլի հասկանալի է։ Ես նա եմ, որ մեռա, Հովհաննես իր աչքով տեսել էր Հիսուսի մահը, բայց արդեն կենթանի եմ Հավիտյանս, Հավիտենից, այսինքն էլ մահ չկա իմ համար, էլ ոչ մի մահ չի կարող ինձ հաղթել։ Եվ ես ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։ Հիսուսը մի բան ներկայացրեց, որ ոչ մի մարդ չէր կարող ներկայացնել, որի մեռնողը կարաս ես մահվան ու դժոխքի բանալիներն ունեմ։ Դες բանալիները միասին ինչ-որ երկաթի կտոր չչխկալու բացի փակի։ Սա հոգևոր իշխանություն է։ Այսինքն Հիսուսի խոսքով է մարդը գնալու այն մահվան աշխարհում թե որտեղ։ Եվ այստեղ չի ասում բանալին, բանալիները մահվան եւ դժոխքի բանալիները տարբեր են։ Մահը դեռ դժոխքը չի, մահվան մեջ կա դժոխք առանձին, բայց կա ամբողջ մահվան աշխարհ։ Հիսուսին տրված այդ իշխանությունը, ուր ուղարկի։ Եվ ես այս վերջերը շատ եմ կլինիկական մահ տանողների վկայությունները լսում, այնտեղ իրանք ասում են, որ Հիսուսի ձեռքն ամեն բան, նրա իշխանության տակ է, նրա հրամանով ամեն բան կատարվում։ Ամեն բան նրա հրամանով է կատարվում։ Այս երկրի, այս մարմնի մեջ է, որ ոմանց թվում է, թե իրանք կարող են ինչ-որ բան անել։ Այս մարմնից ենքով Հիսուսի հրամանի դեմ ոչ ոք չի կարող կանգնել։ Եվ այս իշխանությունը իրան է տրված, ուր ուղարկի։ Եվ ես ուզում չես վստահեցնեմ, եթե դու հիմա իրա հետ ես, ինքը չես վատտեղ չի ուղարկի։ Ուստի գրի ինչ որ կտեսնես, այն որ կա ու այն որ հետո պիտի լինի։ 7 աստղերու խորհուրդը, որ իմ աջ ձեռքից մեջ տեսար եւ 7 ոսկերն աշտանակները, այն 7 աստղերը 7 եկեղեցիների հրեշտակներն են եւ 7 աշտանակները 7 եկեղեցիներն են։ Ես վերջի համարել եմ, փորձեմ ինչ որ ունեմ ներկայացնեմ։ Նախ ստեղից ասում եմ 7 աստղերի խորհուրդը կամ այդ աշտանակների խորհուրդը։ Հայտնության մեջ շատ խորհուրդներ կան։ Խորհրդավոր բանը շատ կան։ Եվ եթե Սուրբ Հոգին բացատրի, կհասկանանք, եթե Սուրբ Հոգին չբացատրի,
չբացատրի մենք մեզանից ինչ որ բան չենք հնարելու։ Հիմա ստեղ բացատրում է 7 աստղերը եկեղեցիների հրեշտակներն են։ Ես sense եմ հասկացել, որոշ այդ գրականություններից էլ հունարենում, չեմ հունարում թե լատիներենում, հրեշտակ եւ պատգամաբեր նույն բառն է։ Կարծում եմ ավելի էսի մոտիկա պատգամաբերին, որտեղ հեսա 2-3 գլուխների մեջ տեղեր կա, որ ասում է ապաշխարի։ Ես չեմ հասկանում հրեշտակը ոնց է ապաշխարի։ Չարի հրեշտակները ապաշխարության մի մազաչափ տեղ չունեն, Աստծո հրեշտակներն ինչ են արել որ ապաշխարեն։ Ապաշխարություն բառը վերաբերում է մարդուն։ Ընդ որում այս մարմնի մեջ ապրող մարդուն։ Մահկանացու մարդուն է վերաբերում ապաշխարել բառը։ Ուրեմն ստեղից հասկանում ենք, այս որ Աստծո ձեռքերի մեջ են, Հիսուսի ձեռքերի մեջ են, եկեղեցիների առաջնորդներն են, մարդ։ Հիմա մի առաջնորդ, թե առաջնորդական խումբ, չգիտեմ, բայց եկեղեցիների առաջնորդները, որոնք Աստծո եկեղեցին, Աստծո կողմից դրված են այդ եկեղեցին առաջնորդելու եւ տեղեր կա, որ ապաշխարության տեղ կունենան։ Եվ 7 աշտանակները եկեղեցիներն են։ Այստեղ էլ մի կարևոր բան եմ ասելու։ Այս 13 համարի մեջ, որ նա աշտանակների մեջ էր պտտում, երկրորդ գլխի սկզբում էլ ասում աշտանակների մեջ։ Եթե այդ աշտանակները եկեղեցիներն են, ստեղից հասկանում ենք, Հիսուսը պտտվում է եկեղեցիների մեջ։ Հիսուսին հնարավոր է հանդիպել եկեղեցիներում։ Ինքն էլ ասեց, որտեղ իմ անունով հավաքվեք, ես այնտեղ կլինեմ։ Հիսուսը շուկաներում չի կամ չգիտեմ որտեղ պատերազմի դաշտում չի, Հիսուս եկեղեցիում է։ Հիսուսին կարելի է հանդիպել եկեղեցիում։ Եվ մի քիչ էլ առաջ գնանք։ Քիչ առաջ ասեցի նորից էլ ասեմ սրանով ավարտեմ։ Եկեղեցին որպես աշտանակ, ռուսերեն ասած սվեցիլնիկ, եկեղեցին ինքը չի լույսը։ Լույսը Սուրբ Հոգին է, եկեղեցին կրում է այդ լույսը։ Զաքարիայի մարգարեության 4-րդ գլխում էլի նման մի հատ տեսիլ կա Զաքարյանա տեսնում։ Էլի աշտանակ է տեսնում, այնտեղ դրան ավելացած տեսնում է երկու հատ ձիթենի, որոնցից յուղը գալիս է լցում է այդ աշտան բանի մեջ, այդ ջրակների մեջ։ Ժողովուրդ, եթե Սուրբ Հոգու յուղը չլցի մեր մեջ, ոչ մի լույս էլ չենք կարող մենք տալ։ Ես հռչակում եմ եւ հայտարարում եմ, ես չեմ լույսը, իմ մեջինն է լույսը։ Ես այդ լույսի կրողն եմ, բայց ես կարող եմ նրան բարձրացնել այդ լույսը լուսավորի, կարող եմ ցածրացնել այդ լույսը լավ չլուսավորի։ Ես կարող եմ նրան խանգարել, բայց կարող եմ նրան չխանգարել։ Եկեղեցին լույսը չի, եկեղեցին լույսի կրողն է։ Եվ այն եկեղեցին է իր տեղում, իր դիրքում Աստծուց գովասանք ստանալու, որը որ այդ լույսը ավելի լավ է կրում, որի միջոցով այդ լույսը ավելի լավ է լուսավորում շրջապատին։ Նենց որ մեր դերը էս է, այդ լույսը մեր վրա կրենք եւ լավ կրենք։ Այդ լույսը լուսավորի, առանց նրան մենք լույս չունենք, առանց Սուրբ Հոգու յուղի մենք ճրակ չենք կարող ունենալ։ Ամեն ասում եք սրան։ Ես եմ փեդիկտորն եմ, ես շատ վրա մեխած, որի վրա ճրակը դնում են։ Ճրակը իմ վրից վերցվի, ես բանի պետք չեմ լինի, լեք խանգարեմ, մարդկանց գլուխը կկպնի։ Եթե ճրակը իմ վրա է, այս պիտանի կլինեմ։ Հենց ճրակը քո վրա է, դու պիտանի ես։ Եթե ճրակը քո վրա չլինի, դու բանի պետք չես։ Ուրեմն աշխատի միշտ ճրակի հետ լինես։ Աստված զոր լինես։